Գալիս եմ։ Ով է։ Ես եմ, Անահիտ ջան, ես եմ։ Մարիամիկ։ Օգնիր, Անահիտ ջան, օգնիր։ Հանգստացիր։ Դե լավ։ Ինչ է պատահել, ներս գնա։ Պիտի օգնես։ Արի։ Հլ չեմ կարող, պիտի օգնես։ Ինչ է պատահել, նստիր։ Հագնվենք, լվացվենք, մի կարգին ասացրու ինչնինչոց է։ Հրդեհո չի։ Սպասիր մի խելքներս գլուխներս գա։ Ասա մի տեսնեմ ինչ է եղել։ Արսենին ձեր բակալել են։ Ինչու։ Հեղափոխականների հետ։ Տղամարդիկ գժվել են Կովկասում։ Հեղափոխականների։ Նա ինչ կապ ունի հեղափոխականների հետ։ Բիլիարդ խաղալուց բացի ուրիշ բան չէր անում։ Պիտի գնանք, Անահիտ։ Ուր պիտի գնանք։ Ելիզավետոպոլ պիտի գնանք։ Ելիզավետոպոլ։ Հիմա հասկանում եմ, թե ինչու էր վերջերս բացակայում։ Նա հեղափոխական է եղել, Անահիտ, հեղափոխական։ Մեզանից պարզապես թաքցնում էր։ Իսկ մենք կարծում էինք։ Տղամարդիկ ամեն տեղ են գժվել։ Միտես ինչ է կատարվում փողոցում։ Սպասիր մինչև լուսանա։ Հանգստացիր։ Մի բան կմտածենք։ Դե լավ, կփորձենք։ Բանտերը իրենց մշակված ավանդական էթիկան ունեն։ Եվ այդպես հեշտ չեն գնդակահարի։ Ելիզավետոպոլում կարծեմ Իվան Ֆյոդրովիչն էր։ Պետք է գնացք նստել, երբ գնաց կլինի, և… Պետք է գնալ իհարկե։ Ես ձեզ կարող եմ դրամ առաջարկել։ Խնդրեմ։ Ես նույնիսկ պատրաստ եմ ձեզ ուղեկցելու, բայց գիտեք ինչ բան է պատահել։ Как ինչ է։ Ехать сказал. Как куда? Концак сказал. Елизаветополь. Алло. Слушай. Слушай, че? Елизаветополь масу. Концак. I might allow myself the pleasure of spending some time with you in my car. If you misconveniences of transportation in such troubled times. Պարոն Ֆիլսն ասում է, որ նա իրեն կարող է պատճառել այդ հաճույքը մի քանի ժամ լինելով ձեր կողքին իր զինվորական մեքենայում։ Եթե դուք իհարկե կարողանաք հանդուրժել անհարմարությունները այս դժվարին ժամանակներում։ Well. Ուրեմն կարելի է։ Ոչինչ, մենք կարող ենք։ Yes. Դժվար է, Ֆիլիպ, շատ դժվար։ Դատարկ ձեռքով քայլանել դժվար է, ուր մնաց ապրանքով։ Ձեր ճակատներին չէ գրված։ Անգործությունից ոչ լոտել եք։ Բա ինչ անենք ապրանքը։ Մերոնք խմբապետները։ Տեղն ու տեղը խփում են։ Բաշին անցյալ շաբաթ ֆայտոնի մեջ խփեցին։ Ազգի դավաճան են ասում ու խփում։ Գողն ինչ ազգի դավաճան, չեմ հասկանում։ Իսկ Հայաստանից դուրս գալու համար պոզեր պիտի ունենաս։ Ինչ է ուզում մադամը։ Ուզում է գնալ Ելիզավետոպոլ։ Ելիզավետոպոլ։ Ինչու։ Չհասկացա, երևում է ավելի շատ փոքրն է ուզում գնալ։
Եվ ինչ, անգլիացին մերժեց։ Մերժեց, շատ քաղաքավարի, նույնիսկ հաճելի էր։ Այդպես է։ Անգլիացու մերժումը միշտ էլ հաճելի է։ Իսկ հայ համաձայնությունը տհաճ։ Այդպես է։ Մենք կոպիտ ենք։ Ֆրանս, այդ անգլիացին որտեղ է կանգնացնում իր մեքենան։ Ինչ ես ուզում անել։ Այդ իմ գործն է։ Ֆրանս։ Հիմա կգամ։ Գործ չունես, Ֆիլիպ, միջազգային անհամություն կստացվի, դու այստեղ չես մեր գլխին է գալու։ Այդպիսի կանանց արժեքը չեք իմանում։ Կեսդ Հայաստան եք գոռում, կեսդ ոչինչ չախացնում։ Իմացար որտեղ է լինում մեքենան։ Ֆիլիպ, ախր վատ բան կստացվի։ Ձեռ քաշի, Ֆիլիպ։ Հա, Վանքի դրանն է մեկ-մեկ երևում, կամ էլ Օրթախանյանի բակում։ խելքի կտոր է պետք։ Լավ են անում, որ թրխկացնում են ձեզ։ Ապրանքը որ դնեմ անգլիական մեքենայի մեջ, ես պրիմադոնաներին էլ նստեցնեմ կողքիս, ով է ինձ բան ասելու, ով։ Սա ձեզ նման են, անգլիական դրոշ, գեղեցիկ կին։ Դուք միշտ այդքան բարի եք, թե այսօր հատուկ օր է, որ այդպես հեշտ համաձայնեցիք մեզ տանել։ Ոչ միշտ, մադամ, բայց այսօր ինձ հետ այնպիսի մի գանձ կա, որ դժվար է դիմանալ գայթակղության։ Գանձ։ Առաջնակարգ եւ մագնիֆիկո։ Դուք, մադամ։ Միթե դա պատճառ է Ելիզավետոպոլ գնալու։ Ելիզավետոպոլ, ձեզ հետ մինչև Երուսաղեմ կգնամ, մադամ։ Դուք միստր Ֆիլսի վարորդն եք։ Վարորդը։ Ընկերն եմ, տիկին։ Մենք դեռ Լոնդոնից ենք մոտ։ Դուք եղել եք Լոնդոնում։
Լոնդոնում, եւ Հնդկաստանում, եւ Փարիզում։ Ինչով կարող է օգնել ձեր քրոջ աղջիկ իր ամուսնուն։ Չգիտեմ։ Ոչինչով։ Ապա ինչու եք գնում։ Սիրում է։ Առաջնակարգ անհատականությունը։ Նկատելի տղամարդ է երևի։ Եթե երկու կին գնում են, Չեմ պատկերացնում Արսենին բանտում։ Ինչ կա, որ սովորական բան է։ Շատերն են նստում, եւ ոչինչ չի պատահում։ ճիշտ է։ Հիմա ամենալավ տեղը բանտն է։ Հանգիստ կնստես, մինչև վերջանա այս թողուբոհը։ Եվ շարից էլ հեռու։ Ես էլ հաճույքով բանտ կգնամ։ Ուղղակի մի քիչ գործ ունեմ դուրս։ Չորս կողմդ նայիր։ Դրսում ինչքան ասես մարդ են սպանում։ Իսկ այնտեղ Արսենին ոչինչ չի պատահի։ Նա իր ղադրը գիտի։ Դու չգիտես նրան։ Արսենը ախր խեղճ է։ Հետո ինձ հետ է միայն իրեն լավ զգում։ Ուր են գնում, ինչ իմաստ ունի։ Այս ինչ է կատարվում Կովկասում, շուրմը տիրոջը չի ճանաչում։ Ընդամենը մի Արսեն Բեբուտով։ Գերմանացիներ ասում են, որ սերը մահի համ ունի։ Մի վախենակ ինձ հետ չեք կորչի։ Շամախիում մի ապահով հյուրանոց կա։ Կմնանք։ Կհանգստանանք։ Լավ թեյ ունեն, հա? Սուրճ էլ կարող ենք պատրաստել։
Աստված իմ։ Այս ինչ է կատարվում։ Ուր ընկանք։ Այս ում մեքենան է։ Դոնալդ Ֆիլսի։ Իսկ ինքն ուր է։ Երևանում։ Իսկ նա ով էր։ Ֆիլսի ընկերը։ Նրանք միասին են ծառայում։ Ուր եք գնում։ Ելիզավետապոլ, մի պահեք մեզ, մենք շտապում ենք։ Շտապում եք։ Ինչու։ Սա քրոջս աղջիկն է։ Նրա ամուսնուն դժբախտություն է պատահել Ելիզավետապոլում։ Պարոն Ֆիլսը խոստացավ օգնել։ Ճանապարհ այլևս չկա։ Միս։ Ետ պետք է գնաք անմիջապես։ Իհարկե, իհարկե։ Մենք ինչ որ կարող էինք արեցինք։ Տարեք դրան։ Ոչինչ։ Ես սրանց հետ լեզու կգտնեմ։ Մուրազս փորս չի մնա։ Ադյո։ Ես չեմ գա։ Դու գործրել ես քեզ։ Ես չեմ վերադառնա։ Խելքի արի, ինչ է պատահել։ Ասացի, որ չեմ վերադառնա։ Ուր։ Ինչ ես անում։ Աղջի ես ճամփի մեջ տեղում ինչ պիտի անենք, հիստերիան էլ վերջ ունի։ Մարիամիկ, սպասիր մի րոպե։ Եթե իմաստ ունենար, ես կհասկանայի։ Խնդրում եմ քեզ թափվիր։ Դեկաբրիստների մասին էինք կարդում։ Սպասիր մի րոպե, կհասցնես գնալ։ Նա իր դիմացը ոչինչ չկա, շուտով կմտնի, մնացել ենք ես ու դու։ Հիշիր ինչեր էինք մտածում։ Խեղճ աղջիկ, ինչեր ես ասում։ Արի քույրիկ, ես մոտիկ եմ ապրում, գնանք։ Մի վախենա, այստեղ չի կարելի մնալ, գնանք, քանի ծիծաղում են գնանք։ Ընտանիքս այստեղ է ապրում, արի ինձ հետ, գնանք։ Եկեք քույրիկ, ես կին երեխա ունեմ, այստեղ կանանց տեղ չի։
Սպասեք։ Մարիամիկ գլխաշորս էլ կորավ։ Ով է այդ մարդը։ Ես իմ ասում իր գյուղն այստեղ մոտ է։ Դու հավատում ես նրան։ Ուրիշ ինչ եմ ունում անել։ Դու կստիպես ամեն ինչի հավատալ։ Ինչ են ուզում այդ մարդիկ։ Նրանք ինչ են ուզում գոնե իրենք լավ գիտեն։ Ես չգիտեմ թե մենք ինչ ենք ուզում։ Վերցրու այդպես, բռնիր։ Դու նստիր։ Բեր, ովքեր են։ Մոլորվածներ են, Երևանից են, եկել են մտել կրակի քուրան։ Հրդեհ է։ Կրակ է խանում։ Ամենտեղ կրակ է։ Հիմա տնից դուրս գալ չի կարելի, են էլ ձեզ նման խանումներին։ Սավելիին էր, ես տեսնեմ ինչ է կատարվում։ Վարենք տղերք։ Ում ինչ պետք է վերցրեք, ով ինչ ուզում է, ով ամբողջ կյանքում ուզեցել է ու չի ունեցել, գնանք։ Ասլան, Ասլան, արի, դու բեկի կրոջը շատ էր հավանում, չէ, արի, վերցրու, քոնն է, գնանք։ Գուշ, սպասեք։ Էլ ինչ սպասեք, դուք չէիք բոլշևիկներդ, որ ասում եք հողն ու ունեցվածքը մերն են, գյուղացիներինը։ Բայց դուք այրելով ու թալանելով ոչնչով չեք տարբերվի սովորական թալանչիներից։ Իսկ ուր մնաց հեղափոխությունը։ Այսօր Շամխորում հարձակվեցին գնացքի վրա, ոչնչացրին ու թալանեցին թուրքական ռազմաճակատից Ռուսաստան վերադարձող զինվորներին։ Ես այնտեղից եմ գալիս։ Ձեր մեջ են հիմա կանգնած այդ թալանչիներից և մարդասպաններից ոմանք, որոնց ձեռքում բանակայինների հրացաններն են։ Նրանք գյուղացու հագուստով են և արատավորում են գյուղացիության անունը։ Իսկ հիմա գոռում են այրել բեկերի տները։ Ինչքան են բեկերը քեզ վճարել։ Սաֆար։ Էստեղ եմ։ Սաֆար։ Այս շենքը քո հայրն է կառուցել։ Քարը կրել է Կռնատ Թոֆիկը։ Ինչ է վատ է կառուցած, որ դուք ուզում եք քանդել։ Ժողովրդի թշնամուն պետք է որ Շամխորի դեպքերը ձեր վերագցեն։ Ինչպես չեք հասկանում։ Տեսեք, կասեն նրանք, այդ գյուղացիներն են այրել տներն ու ոչնչացրել հայրենիք վերադարձող զինվորներին, իսկ այդ զինվորները արդեն նոր հեղափոխական Ռուսաստանի քաղաքացիներն են։ Նրանց օգնությամբ մենք պետք է դառնանք այս հողի օրինական տերերը։ Մի լսեք նրան։ Վարեք։ Սպասեք։ Մենք թալանչիներ չենք։ Մենք այրում ենք տները։ Հետո գուցե այրենք գերեզմանները։ Այս յուղը մեզ ապրելու համար է պետք։ Այդ դու ես գոռում սպանել, Մուրաս։ Դու արդեն սպանել ես ընկերոջդ, Սուլթանին։ Քեզ հարկավոր է, որպեսզի բոլոր աննպատակ սպանություն կատարեն, որ քո հանցանքը ընկերասպանության մեղքը ներվի։ Այս գյուղը մերն է, գյուղացիներ։ Հանգցրեք կրակները։
Համբերիր սիրելիս, մենք այսպիսի բաներ ենք համբերել։ Մեր օգնությունը քիչ է, բժիշկ է հարկավոր։ Բժիշկ միայն Ելիզավետոպոլում կարող են գտնել։ Նարգիս, ուտելու բան բեր։ Երբ եք տանելու Ելիզավետոպոլ։ Առավոտ կանուխ։ Մեզ վերցրեք ձեզ հետ։ Երևան տանող ուրիշ ճանապարհ չկա։ Կա, ավելի կարճ, հակառակ կողմով։ Եթե մի քիչ սպասեք, մենք ձեզ կտանենք։ Մենք Ելիզավետոպոլ կգնանք։ Դժվար կլինի, քույրիկ։ Մինչև Ելիզավետոպոլ 70-80 վերստ է։ Ճամփաներն էլ նեղ ու անհարմար։ Ինչպես է Սավելին։ Լավ է։ Հանգիստ է։ Միգուցե նա տեսել է Արսենին։ Չլսեցիր։ Նա ռուս-թուրքական ռազմաճակատից է։ Արսենին չեմ ճանաչում։ Թող հանգստանա, քույրիկներ։ Արսենի մասին մի հարցրեք։ Եթե նա չի ճանաչում, ուրեմն չկա բոլշևիկ Արսեն։ Սավելին լավ գիտի ով կա սա։ Կարող է։ Արսենը փոխել է անունը։ Ով գիտի։ Երևում է դուք ձեր ամուսնուն եք փնտրում։ Երևանից գալիս ենք։ Սար ու ձոր ենք ընկել։ Գնում ենք, գնում։ Լավ է։ Լավ է։ Ինչն է լավ։ Լավ է, երբ մարդ ինչ որ բանի ետևից գլուխն առած գնում է։ Թութուն տուր, Դավիթ։ Այս ինչ ես տանում։ Մեր հովեկներն են, չմնացին։ Շոքեր, հա։ Ամուսինը ուսուցիչ է, տող ուներ, բռնել է։ Կրակի մեջ է։ Դե քաղաքացիներ են։ Բաքու մարդն ուր է, խանım։ Ես դող չունեմ։ Կարող եմ հանգիստ մտնել ծոցդ։ Պալպալան բաները թաքցրու, խանım։
Ես ինչ սխալություն արեցի, որ սատանան ինձ դրդեց տնից դուրս գալ, ես ինչ կրակն անկամ, պետք էր, որ հանճարեղն է հնարել 4 պատը, անիվներից լավ է, Մարի, Կոստյա! Ես ինչ են իմացել, ընկել են սարերը։ Կոստյա! Քեզ հետ հեռու չես գնա։ Դու տղամարդ ես ախր։ Քիչ մնաց արի։ Կոստյան մեզ կողմ բերեք։ Արի, մի վախենա։ Միասին կգնանք, արի։ Դուր պայուսակը, Կոստյա։ Գնա։ Նստեք։ Տեղավորվեք։ Մի անհանգստանա, Կոստյա, սրանք կարգին մարդիկ են։ Մենք ձեզ չենք հանգարի։ Չէ, ճանապարհին հոչ եք մնալու։ Հիվանդ է։ Քրոջս աղջկա ամուսինն է։ Ուսուցիչ է։ Մեկը հարցնող լինի քո ինչ գործն է։ Հետաքրքիր է։ Ինչ է, 4 գրակոց էր։ Մեկն էր, հեռվում։ Հանգստացեք։ Ուղղակի լեռներում ձայնը ուժեղ է լսվում։ Էլի են գրակում։ Գրակում են, ուրիշ էլ ինչ կարող են։ Փամփուշտներն էլ չեն բրցնում։ Ոչ մի գործարան չի աշխատում, իսկ փամփուշտները չեն բրցնում։ Համեցեք, ես էլ մի փամփուշտ։ Հետաքրքիր է քանի փամփուշտ կա Կովկասում հիմա։ Որ իմանայի կհաշվեի։ Ճշգրիտ մի թիվ կա, չէ՞։ Ախր պիտի լինի, չէ՞։ Կսպասեի մինչև վերջանար։ Հերիք է, Կոստյա, հերիք է։ Դուք ժամացույց ունեք։ Ոչ մի ժամացույց էլ չունեմ։ Ինչ ժամացույց։ Գրպանի ժամացույց։ Չէ, ես ոչ մի ժամացույց էլ չունեմ։
Կոստյա, ամոթ է։ Ժամն են ուզում իմանալ։ Չես տեսնում։ 4-ից 7 է պակաս։ Ոսկե է։ Իհարկե ոսկե է։ Նվագով։ Ոչ, չի նվագում։ Ասանք սիրելիս, մի քիչ էլ համբերի Ելիզավետոպոլն է։ No! No! Գնացել է Կովկասը։ Արսենին չեք տեսել, Ռայսը Կարպովնա։ Ձեզ հետ չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ 3 օր է չկա։ Չեք լսել ուր է։ Արսենին էլ կասեն, թե ուր է։ Վերջին անգամ ում հետ էր, հիշեցեք խնդրում եմ։ Վերջին անգամ։ Ինչ որ մի պարուչիկ էր նրա հետ։ Ձերբակալեցին։ Չէ, ինչ եք ասում։ Լավ տրամադրություն ունեին։ Ոչինչ չեմ հասկանում։ Խեղճ։ Դու երբ ես Արսենին հասկացել։ Հա, մոռացա ասել, Եվան էր գալիս, Եվաչկան, Եվուլյան, անընդհատ երգում էին, տրավիատա։ Եկեք ասեմ, խանամ, տարան Արսենին, ձերբակալեցին։
Մարդ չկա տիկին։ Տեսել եք նման բան։ Խնդրեմ, դատարկություն։ Մարդու հետ չկա։ Լսել կամ տեսել եք։ Խնդրեմ, դատարկ բանտ։ Հոյակապ տեսարան։ Ամոթ։ Մարդասպաններով և գողերով լծվել է աշխարը, իսկ բանտը դատարկ է։ Խայթարակություն։ Մադամ, ես գիտեմ բռնավորներին ուր են տարել։ Ասացեք, խնդրեմ։ Գնացեք Ելենենդորֆ։ Անահիտ ջան, տարել են Ելենենդորֆ։ Պիտի գնանք։ Ելենենդորֆ։ Թրխկացրինք, բոլշևիկներ էին, հա։ Բարձրացինք սարերը, կցեցինք ծորը։ Չէ, Բաքու գնացեք, ենտեղ են, սաղ սալամատ են։ Հա, չէ, ոչ ոք չի սպանվել։ Բոլշևիկներով ու գաղթականներով նավը 2 օր առաջ ծով դուրս եկավ, Կարավուլֆ գնաց։ Пропади, все пропадом. Գնացինք։ Քույրիկ, դուք եք։ Բաքվից Արսեն Բեյբությանին այստեղ են բերել։ Բաքվից շատ մարդ են բերել, քույրիկ։ Մարդուգինը մի շահի է այստեղ։ Ով կիմանա։ Որ ընկար, էլ դուրս գալ չկա։ Կալանավորների տերն ու տիրականը այն քոլիկումն է։ Այստեղ հայեր չկան, քույրիկ։ Եղածներն էլ իրար չեն սիրում։ Ես կարոտից մեռնում եմ, քույրիկ ջան։
Եկեք այստեղ։ Դուք Հա, մենք։ Սրա հետ միայն այստեղ կարելի էր ընկնել։ Սուսալիս։ Աստրախան էին գնում։ Նավը բերեց այստեղ։ Դուք չգիտեք, թե մեզ ինչու են այս ախորը մտցրել։ Մի վախենակ, մադամ։ Ելիզավետապոլի գավառային բժիշկ Իվան Տրոֆիմովիչ Շպալով։ Աշխարհը անհարմար տեղ է, մադամ։ Այս վայրը նրա մասերից մեկն է։ Ձեզ ինչու են բերել այստեղ։ Ով գիտե։ Սրան բերել են, որովհետև համառորեն հայտարարում է, որ ինքը պանթեիստ է։ Նա պանթեիստ է սկզբունքով։ Իսկ այստեղ առհասարակ չեն սիրում սկզբունքային մարդկանց։ Ուզում ես սատանա եղիր, ուզում ես Աստված։ Բայց մենք պանթեիստ չենք, մենք ոչինչ չենք։ Մենք հսկիչների ջոկատի պետին ենք ուզում տեսնել։ Այստեղից վերջապես դուրս գալ պետք է, թե չէ։ Այստեղ բերում են միայն նրանց, ովքեր ուզում են տեսնել հսկիչների ջոկատի պետին, իսկ տեսնել չուզողները ուրիշ տեղ են։ Կարկուտը, պարոններ, կարկուտ, կարկուտ։ 400, ամենակիչը 400 գնդակ էր, որտեղից, ինչ էր։ Ոչինչ էր, համընդհանուր ոչինչ, պարոն ոչինչ։ Այստեղ ես քավթառուխտ։ Բոլորդ այստեղ եք։ Մի րոպե դուրս գնանք։ Կարևոր բան ունեմ ասելու։ Գիտես ինչ կա նրա ուղեպայուսակում, մի այնտեղ նայիր։ Ոսկե։ Դրա մեջ դեռ Ղուկասովի նավթի ակցիաներն են, դեռ թուղթ են, բայց ոսկի կդառնան Եվրոպայում։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Օգնիր դուրս գալ այստեղից, մնացածը ես կանեմ։ Ես կպած եմ այդ պայուսակին, ինչպես նամականիշը ծրարին, գնում եմ նրա ետևից։ Դրա մեջ Բաքվի կեսն է։ Չտարան բժիշկին։ Չտեսամ։ Ուր է Տոնգուզը։ Չգիտեմ, ներս մտավ։
Յոսիպովը քեզ է սպասում, ինչ եղար։ Շուտ տանեք բարավին։ Կարգին հարեմ է հավաքվել։ Վերյել։ Քավթարուխտ։ Ինձ միայն ձեռքերի վրա կարող եք տանել, եթե պետք եմ իհարկե։ Տարեք ժողկի սերովպեներ, ձեր սև թևերին։ Տարեք, պատրաստ եմ։ Բերեցինք։ Բրիշ քեզ միայն նստած կհիշեն։ Զինվորները, ես։ Ես հասկանում եմ, դու նստած ես կանգնելու համար։ Կյանքը կազմված է վայրկյաններից։ Դու կարող ես այդպես էլ նստած մնաս փոշու մեջ։ Չէ, բժիշկ։ Ես բժիշկ չեմ արդեն, և անօգտակար եմ ձեզ, հետո էլ ձեզ ինչի է պետք բժիշկ, ես գիտեմ Աստծո տեխնոլոգիան, ես գիտեմ ինչ միջոցներով է պատժվում մեղքը, հոգեբանները բութ վստահությամբ ախտորոշում են հոգու այս կամ այն մթությունը, հազար ու մի պատճառ գտնում, մինչև այսօր նրանք չեն կարողանում բացատրել, թե ինչու ամենաանմեղ հաճույքի դիմաց այնպիսի սոսկալի արգելք է դրված, սոսկալի, ինչպիսին սիֆիլիսն է։ Նրանց պակասում է հայտնատեսի շնորհքը, որպեսզի հասկանան այն տեխնոլոգիան, որի միջոցով պատժվում է մեղքը։ Ես 50 տարի չարչարվեցի և չկարողացա բուժել սիֆիլիսը։ Չկարողացա։ Ոչ մի կերպ։ Անհնար է, պիտի որ Աստված ինչ-որ ձևով իրագործեր պատիժը։ Համոզվել եք ուզում, խնդրեմ, համեցեք, փայլուն արտահայտություն։ Հզոր քայքայվածություն։ Բժիշկները կործանվում են չհասկանալով մի բան։ Ոնց էլ պտտվի, մեղքը բերում է մեղք։ Սա կրոնական բանաձև չէ։ Ոչ էլ կոչ, բարի սկզբունքների։ Սա հասարակ տեխնոլոգիա է, բուժել կարելի է միայն իր նման միջոցներով։ Բժիշկները իզուր փորձում են մեղքերի քիմիականությունը փոխել։ Ինչպես չէ։ Լավ ցանցարվել ես, պարավ։ Վերջացրեք։ Ես գիտեմ քո վերջը։ Ես գիտեմ քո կործանման բանաձևը։ Ուզում ես դուրս բերեմ քո վախճանի բանաձևը։ Թողեք, թող դուրս բերի։ Թուղթ տվեք։ Եվ մատիտ։
կարոսի արմատ պլյուս 336 մեղք էլի մեղք հավասար են կարոսի արմատ գոմր ինչքան մեղքեր են գոմրած համասին այստեղ 54 Քո վերջն այստեղ է Երկու 105 Երեք է կոստ Չէ Ես կսպասեմ Մինչև համբուշները պրծնեն Ձեր ուկին սպանեցին Սպանեցին Այստեղ էլ են սպանում Մարդիկ միշտ և ամեն տեղ սպանել են Եվրոպայում հիմա չեն սպանում Մարդը ծնվել է սպանելու համար Ուղղակի պիտի այնպիսի դիրք ընդունես, որ քեզ չդիպչեն Սխալվում եք մարդը սպանելու համար չի ծնվել Ինչի համար տիկին? Երջանկության Մեզ ոչ ոք չի ձերբակալել Մենք ինքներս ենք եկել Սա բանտ չէ, սա հսկիչների պետի ընդունարանն է, հա։ Ձեզ տանջել են։ Դուք բոլշևիկ եք։ Դուք կալանատանն եք եղել։ Արսեն Բիբության այնտեղ է։ Նա պանթեիստ է։ Թողեք մեզ։ Մենք պետին ենք ուզում տեսնել։ Գիտես ինչ եմ մտածում այս օրերին։ Տան մասին։ Այո։ Եվ տան մասին։ Տանը մի կտուրի տակ մարդիկ հավաքվում են իրենց շարունակությունը գտնելու համար։ Դու ինչ որ։ Ես այս օրերին մտածում եմ, որ մարդիկ մոտենում են նաև իրար չհասկանալու կրքից։ Հասկանում ես։ Ամենաօտար մարդիկ մոտեցել են միմյանց։ Որքան սարսափելի է։ Ինչքան անիմաստ։ Ես գիտեմ միայն, որ դու իմ քրոջ աղջիկն ես։ Եվ ես սիրում եմ քեզ։ Ուրիշ բան չգիտեմ։ Քեզ են ուզում տեսնել։ Ով է։ Մի կնիկ։ Թող գա։ Մենակ։
Ուր ես ուզում գնալ։ Ես ինձ համար չեմ։ Սիրեկանի։ Ազգանունը։ Բեբուտով։ Արսեն։ Երևի բոլշևիկ է։ Չէ։ Նա բոլշևիկ է, մադամ։ Բոլշևիկներին չեն սիրում։ Ոչ թուրքերը, ոչ մենշևիկները, ոչ էլ դաշնակները։ Ես նույնպես։ Միայն դու ես սիրում, որ եկել հասել ես մինչև այստեղ։ Որտեղից ես եկել։ Երևանից։ Երևանից։ Տեսնում ես։ Իսկ ինձ մոտ ոչ ոք չի գալիս։ Հեռու է, դժվար։ Կնոջ գործ չէ։ Այդքան ճանապարհ ես եկել, որպեսզի ազատես ամուսնուդ։ Թե ուրիշ մտադրություններ ունես։ Գուցե կուսակցական առաջադրանքով ես եկել։ Արսենը ինչ կուսակցական։ Նա բիլիարդ խաղացող է։ Կարող է եկել ես վալյուտայի առևտրով։ Նա քրոջ սաղճկա ամուսինն է։ Նրանք սիրում են իրար։ Սիրում է Արսենին։ Նա հիմա դրսում է։ Սպասում է։ Ստում ես, աղջի։ Այդ բաները կպատմես պառավ աղջիկներին թատրոնի բուֆետում։ Թող կոնֆետի հետ ուտեն։ Գիտես, չէ՞։ Ես ինչ պիտի ուզեմ։ Աղջի։ Դու չէ, մադամ։ Քրոջդ աղջիկը։ Ասացի նա սպասում է դրսում, չէ՞։ Դա լինելու բան չի։ Մի հիմար, որ ամուսնու համար Երևանից գալիս է կարավուլ, կարող է նման բան անել։ Դա լինելու բան չի։
Գիտես, Մարիամիկ, քեզ եմ ուզում տեսնել։ Դու պիտի գնաս։ Իմացան, որ քո ամուսնու համար է։ Երևի ճիշտ է։ Քո ամուսինն է։ Գիտենալու են, թե ինչ են անում։ Անո ջան, ես չեմ ուզում գնալ։ Խազային, Ռեսինքը։ Ուրեմն դու ես։ Երևանից հասել ես տեղ։ Սիրո համար։ Հավատարմության։ Հավերժական զգացման։ Հավատարիմ ես։ Երևանից այստեղ ես հասել, որովհետև հավատում ես մարդու։ Հավատում ես մի մարդու։ Ուրեմն հավատում ես։ Հավատարիմ ես հորդ, մորդ, հայրենիքիդ։ Թե հավատարիմ ես միայն Արսեն Բեյբությանին։ Ուրեմն դու բոլորից լավն ես։ Իսկ ինչ ես կարծում, դա անհամես չի։ Բոլորը անհավատարիմ են, միայն դու ես հավատարիմ։ Քեզ ով է իրավունք տվել։ Այդպես հեշտ է հավատարիմ լինելը։ Չէ, հաստատ դու ես հնարել։ Լավ ես հնարել։ Բեյբութովին ձերբակալել են ոչ թե հավատի համար։ Նավթարդյունաբերող Տեր Ղուկասովի սիրուհու հետ էր լկրտվում։ Տեր Ղուկասովն էլ քշեց փողով։ Տեսնում ես ինչքան հասարակ է։ Որակույրտ էլ ուզում էր փողով ազատել։ Փողով։ Ստում եք։ Դու Արսենի համար այստեղ չէ։ Մինչև Սինգապուր էլ կհասնեիր։ Լավ ախորժակ ունես։
Գեղեցիկ մարմին ունի Արսենը, չէ՞։ Ուրիշ էլ որտեղ կարող ես ճարել։ Իսկ դիմացը ինչ կարող ես տալ։ Ոչինչ։ Դրա համար էլ քո ապրանքը կոչում ես սեր, հավատարմություն։ Դու քո հաճույքն ես սիրում, ոչ թե Արսենին։ Ասում ես ստում եմ։ Արկոտական կինո հեռացիր։ Ինձ պետք չէ քո սառած մարմինը։ Հազայինը Բարաթովին է ուզում, բեր սանդուղքը։ Արի, Բարաթով։ Դու այստեղ ինչ գործ ունես։ Քեզ համար եմ եկել։ Ինձ ինչ է պատահել, որ ես այսպիսի տեղերից եմ դուրս եկել։ Վախենում էի քեզ կգնդակահարեն։ Ինչի համար։ Ասում են բոլշևիկ ես։ Ես բոլշևիկ։ Ես ինչ գործ ունեմ բոլշևիկների հետ։ Ժամացույցը քեզ մոտ է։ Ինչի՞ դե պետք։ Ինձ մոտ է։
Բարատովին ինչի չբերեցին ինձ մոտ։ Որտեղ է Բարատովը։ Որտեղ է Բարատովը։ Կինը տարավ, քո թղթով։ Ինչ կին։ Ճանապարհին Սավելին մահացավ։ Անահիտ Գեորգիևնան երկար համոզում էր Մարիամիկին թողնել Սավելի մարմինը, բայց Մարիամիկը համառորեն շարունակում էր տանել։